Գրեթե բոլոր ժամանակաշրջաններում կրթությունն ու գիտելիքը համարվել է մարդու ամենամեծ ու հաստատուն ձեռքբերումը։ Ուստի պատահական չէ հայ ընտանիքներում ու հատկապես կրթօջախներում կրթությանը հատկացվող բարձր ու նշանակալից դերը։ Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցը իր ողջ գործունեության ընթացքում հավատարիմ մնալով սերնդակրթության սրբազան ավանդույթներին մեծ նվիրումով իրականացնում է ազգակրթման իր առաքելությունը։ Դպրոցի բարձր որակավորում ունեցող մանկավարժական կոլեկտիվն իր համախմբվածությամբ ու համերաշխությամբ տարիներ շարունակ օրինակ ծառայելով իր սաներին մատաղ սերնդի մեջ շարունակում է արմատավորել լավ ու ազգին արժանի զավակ լինելու գաղափարը։ Հմուտ մանկավարժների սերմանած բարոյական, դաստիարակչական և բազում այլ գիտելիքների շնորհիվ Հենրիկ Խաչատրյանի անունը կրող դպրոցի շրջանավարտներից շատերն այսօր հաստատուն տեղ են գտել կյանքում, բարձր պահելով հարազատ կրթօջախի պատիվն ու վարկանիշը։ Երևանի թիվ 199 դպրոցը հիմնադրվել է 1990 թվականին։ 2002 թվականին անվանակոչվել է նշանավոր հասարակական գործիչ իրավագետ Հենրիկ Խաչատրյանի անունով։ Այս երկու տասնյակից ավելի տարիների ընթացքում դպրոցը կյանք է ճանապարհել բազում սերունդներ, որոնք իրենց գիտելիքներով, մարդկային որակներով արժանի տեղ են զբաղեցրել մեր հասարակության ամենատարբեր ատյաններում։ Դպրոցը աչքի է ընկել իր ուսումնառության բարձր մակարդակով, մեր շրջանավարտների զգալի թվով անդամներ տեղ են զբաղեցրել բուհերում, անվճար համակարգում, մագիստրատուրայում և պատվով են պահել դպրոցում ստացած իրենց գիտելիքների բարձր մակարդակը։ Դպրոցում գործում են բազմաթիվ արտադասարանական խմբակներ, որոնք ակտիվ են դարձնում դպրոցի հասարակական կյանքը, մասնակցում ենք բոլոր տարելիցներին, ծննդյան տոներին նշանավոր հասարակական գործիչների, գրողների, գիտնականների, ինչպես նաև ազգային տոներին վերաբերվող միջոցառումներին։ Դպրոցի մանկավարժական համերաշխ կոլեկտիվը այսօր էլ շարունակում է իր արգասաբեր աշխատանքը և կյանք ճանապարհում նորանոր սերունդների։ Բացի հիմնական առարկաների դասավանդումից, դպրոցը մեծ ուշադրություն է դարձնում անվճար հիմունքներով գործող մի շարք խմբակների գործունեությանը։ Արդեն մեկ տասնյակից ավել է, ինչ դպրոցում գործում է երգչախումբը, որի սաները բազմիցս մասնակցել են բազմաթիվ փառատոների ու միջոցառումների։ Երգչախումբը գործում է 1998 թվականից։ 2001 թվականից սկսած տարիներ շարունակ մասնակցել է մրցույթներին և փառատոներին։ Տերյանական մրցույթներից վերադարձել ենք առաջին մրցանակով։ Յուրի Բախշյանի անվան ոսկե սրինգ փառատոնից դարձյալ տարիներ շարունակ վերադարձել ենք առաջին մրցանակով։ Երգչախումբը ներառում է առաջինից մինչև 11-րդ դասարանի աշակերտներ։ Այն երբեք չի դադարել գործելուց, մեծերին փոխարինել են փոքրերը։ Երգչախումբը ակտիվորեն մասնակցում է դպրոցի բոլոր միջոցառումներին։ Վահան Տերյանին նվիրված «Սիրո երգ է իմ հոգին», Ջիվանու 165-ամյակին նվիրված, Կոմիտասի 140-ամյակին նվիրված բոլոր միջոցառումներն անցան մեծ շուքով։ Ավարտում եմ համար 199 դպրոցի 6-րդ դասարանը։ Երկրորդ դասարանից երգում եմ իմ դպրոցում գործող երգչախմբում։ Երգել շատ եմ սիրել, սակայն երգչախմբում երգելու տարիների ընթացքում հասկացա, որ անչափ շատ եմ սիրում։ Մեր երգչախումբը տարբեր մրցույթներից վերադարձել է մեծ հաղթանակներով, քանի որ մենք ունենք շատ լավ ղեկավար ընկեր Գևորգյանը և մենք շատ համերաշխ կոլեկտիվ ենք։ Ես երգել շատ եմ սիրում, դպրոցի երգչախումբը հաճախում եմ մեծ հաճույքով, քանի որ պարապմունքներն ասում են շատ հետաքրքիր և նոր երգեր ենք սովորում և մասնակցում ենք տարբեր համերգների։ Բոլորովին վերջերս Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և կրթության ազգային ինստիտուտի համատեղ ջանքերով կազմակերպված դպրոցական երգչախմբերի հանրապետական փառատոնին մասնակցելը թիվ 199 դպրոցի երգչախմբի սաների համար ևս մեկ առիթ էր ի ցույց դնելու երգարվեստում ուսանած իրենց փայլուն գիտելիքները։ Երևանի թիվ 199 դպրոց, Գմբավար Լիանա Գևորգյան, Ազատ Հայաստան։
Նշենք, որ խմբավարի հարուստ փորձի ու գիտելիքների շնորհիվ երգչախումբը բազմիցս արժանացել է մրցանակների ու գովասանքի խոսքերի։